Բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168-ի YouTube-յան էջում երկու ճակատ ոդքասթի 90-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես, Դավիթ Սարգսյանը, ամփոփում եւ վերլուծում ենք շաբաթական լրահոսը, դա անում ենք մեր գործընկեր Pantera Security-ի մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը տասնամյակների փորձառություն ունենալով շարունակում է ձեզ մատուցել անվտանգության եւ պահնորդական բարձրակարգ ծառայություններ, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, ինչպես իրական ժամանակում ու տարածության մեջ, այնպես էլ հեռավար։ Լինի դա կենտրոնացված տեսահսկում, ուղեկցում, VIP տիկնապահներ, փոստի անվտանգություն, թե բազմապիսի այլ ծառայություններ կապված ձեր ընտանիքի անդամների անձամբ ձեր գույքի, ունեցվածքի, առանձնատան, բնակարանի եւ բազմաթիվ այլ օբյեկտների անվտանգության եւ պահնորդական ծառայությունների հետ կապված։ Առավել մանրամասն տվյալների համար այցելեք Pantera.am կայք կամ զանգահարեք 53 78 50 հեռախոսահամարով, եթե երկու ճակատ պրոմոկոդն էլ ասեք, լրացուցիչ 10% զեղչ կստանաք։ Իհարկե շաբաթական այս լրահոսը պիտի ամփոփենք մայիս 28-յան տոնակատարություններով, ավելի ճիշտ այդ օրվա տոնականության գրեթե բացակայությամբ։ Մենք սովոր ենք առաջին հանրապետության օրը նշել բավական տոնական մթնոլորտում, Սարդարապատում, Բաշապարանում, այս երկու բնակավայրերում, Ապարանում եւ Սարդարապատում տոնակատարություններով, ուղերձներով, տոնական համերգներով գրեթե ոչինչ չտեսանք, փոխարենը տեսանք այլ բան, տեսանք հենց այդ օրը, մայիս 28-ին, Արցախի բռնազավթված բնակավայրերից մեկում, Բերձորում, Լաչին քաղաքում, դրանից 30 կիլոմետր հեռավորությամբ կառուցված օդանավակայանի բացման արարողություն, որին մասնակցում էր 3 երկրի նախագահ։ Իդեպ երրորդ օդանավակայանն է ոչ միայն օկուպացված Արցախում բացված, այլ երրորդ օդանավակայանն է 2021 թվականից ի վեր, որի բացմանը մասնակցում է նաև Էրդողանը։ Էրդողանը մինչև այս 2021-ին բացել է Ֆիզուլիի եւ 2022-ին բացել է Կովսականի օդանավակայանը, կտրելով Կարմիր ժապավենը Իլհամ Ալիևի հետ։ Իսկ այս անգամ արդեն նույնիսկ Էրդողանի ներկայությունն էր անբավարար համարվել եւ դրա համար նաեւ հատուկ հրավեր էր ստացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, որը ժամանել էր օկուպացված Լաչին եւ միասին այս 3 մահմեդական պետությունների առաջնորդները կտրեցին Լաչին քաղաքի նորակառույց օդանավակայանի ժապավենը։ Իդեպ ասեմ, որ այդ օդանավակայանները արտաքնապես հիշեցնում են իբրև քաղաքացիական օդանավակայաններ 3-ն էլ, բայց դեռևս դժվար է պատկերացնել մեկ ուղևորի, որը կառնի ուղետոմս, ուղեբեռը կհանձնի օդանավակայանին, ինքը կստանա boarding pass եւ Բաքվից կթռնի, ասենք, Բերձոր։ Տենց ուղևոր չի եղել ու չի լինելու, այսինքն ինքը արտաքնապես ներկայացում է իբրև քաղաքացիական օդանավակայան, բայց ակնհայտ է դրանց ռազմական նշանակություն, այսինքն դրանք այդ պայմանները ստեղծված են ռազմական նպատակով։ Դա նշանակում է, որ Հայաստանի սահմանների մոտ Ադրբեջանը եւ Թուրքիան ուժեղացնում են իրենց ռազմաշինական կառույցները, որոնք բանակի, որոնք քաղաքացիական օբյեկտների անվան տակ, ընդ որում դրանց նշանակությունը ծառայելու է իմ խորին համոզմամբ ոչ միայն Հայաստանի դեմ, մասնավորապես Սյունիքի հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ, այլ նաև Իրանում անհրաժեշտ դեպքում հնարավոր զարգացումների պարագայում Իրանի դեմ գործողություններ անելու համար։ Քո դիտարկումները ամբողջապես ճշմարիտ են, նախ եւ առաջ այն պատճառով, որ Արցախի բռնազավթման 5-րդ տարում Արցախում նույնիսկ մի քանի հազար ադրբեջանցի չի տեղափոխվել, Արցախը շարունակում է համարվել հատուկ պաշտպանության գոտի եւ այնտեղ ադրբեջանցիները չեն կարող, ասենք, Բաքվից, Նարդարանից, Քյուրդամիրից կամ այլ բնակավայրերից իրենց մեքենաներով հասնել Ստեփանակերտ կամ ինչպես իրենք են ժամանակավորապես անվանում Խանքենդի, տեսնել իրենց իբր վերականգնած իրականում բռնազավթված բնակավայրերը ու վերադառնալ։ Հետևաբար պարզ է, որ եթե ավտոմոբիլային հաղորդակցությունն է արգելափակված Արցախի հետ, ապա երիցս ավելի արգելափակված է լինելու ավիա հաղորդակցությունը։ Բայց այո, ճշմարտացիորեն նշեցիր, որ Հայաստանի Հանրապետության արևելյան եւ Իրանի հյուսիսային սահմաններին տեղակայված այս 3 կարևորագույն ռազմատրանսպորտային նշանակության օդանավակայանները նորակառույց, առաջինը փաստորեն բացված Ֆիզուլիում, երկրորդը Կովսականում եւ երրորդը ընդամենը 2 օր առաջ Բերձորում, 3-ն էլ կրկնում եմ նաեւ Էրդողանի կողմից կտրված Կարմիր ժապավենով։ Հենց իր մասնակցությունը արդեն ցույց է տալի դրա ռազմական նշանակությունը։ Ունեն նախ եւ առաջ այո ռազմական նշանակություն։ Ես չեմ պատկերացնում, որ Թուրքիայի տարածքում, որը նույնիսկ մեծ քաղաքներում քաղաքացիական օդանավակայան բացվի, Էրդողանը գնա մասնակցի դրա բացման արարողությանը։ Բայց եթե նա հատուկ գալիս է մասնակցում, ասենք, Բերձորի օդանավակայանի բացմանը, դա ընդգծում է դրա ռազմավարական նշանակությունը
ռազմական Էրդողանը, նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը եւ Պակիստանը որպես Բերձորի օդանավական ու Պակիստանի իրանք Հնդկաստանի հետ իրանց խնդիրները դեռ չլուծած, ինքը գալիս է հասնում է Բերձորում օդանավականի, դու արդեն դրանից մենակ պարզ է այդ օդանավականի ռազմավարական նշանակությունը իրենց գլոբալ մեծ պետություն կերտելու քաղաքականության իրենք դա առանձնապես չեն էլ թաքցնում, փորձ չեն անում թաքցնելու, օրինակ Պակիստանը վերջին մի քանի տարիներին Ադրբեջանին միայն բաց տվյալներով 16 կործանիչ է վաճառել պակիստանյան արտադրության։ Իսկ չհաստատված տվյալներով պակիստանյան Ադրբեջանին վաճառված կործանիչների թիվը հասնում է 40-ի։ Չմոռանանք նաև թուրքական F-16-երը Գանձակի, այդպես էլ չկործանված ռազմական օդանավակայանում թուրք հրահանգիչներին, այսինքն ընդհանուր առմամբ զորավարությունը չի չեղարկվել է։ Իհարկե, այն շարունակվում է։ 20 թվականից հայտարարվել է անժամկետ զորավարություն, մինչև հիմա դրա ավարտի մասին հայտարարություն չկա։ Ես հիշում եմ նաև այն դրվագը, երբ 2020 թվականի օգոստոսին, երբ Հայաստանում նշվում էր Սևրի պայմանագրի 100-ամյակը, իսկ Լիլիթ Մակունցն էլ որպես ԿՊ խմբակցության ղեկավար հայտարարում էր, թե Թուրքիան չի միջամտի հնարավոր պատերազմին, այդ զորավարժության շրջանակում ադրբեջանական տանկային ստորաբաժանման ներկայացուցիչները տանկերով գրեցին հաջորդ կանգառը Շուշիում ադրբեջաներեն, վերևից դա դրոնով նկարահանեցին եւ տարածեցին, դա պատերազմը սկսելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր։ Ճիշտ այն օրերին 2020 թվականի օգոստոսի 28-ին, հիմա քիչ անց կհիշենք, երբ Նիկոլ Փաշինյանը ավելի քան 80 մեդալ եւ շքանշան էր բաժանում զինված ուժերի մեր նույն Սարդարապետի հուշահամալիրը։ Այո, նույն Սարդարապետում, հիմա քիչ անց կգանք դրան։ Բայց այս թեման ամփոփելով եւ առանձնահատուկ ընդգծելով Թուրքիա-Պակիստան Ադրբեջան առանցքի հակահայկական բնույթը, պետք է արձանագրենք, որ այստեղ մենք բնական դաշնակիցներ ունենք, խոսքը Իրանի եւ Հնդկաստանի մասին է, որոնք այս պետություններին փաստորեն թշնամի պետություններ են։ Եվ Հայաստանը փոխանակ այս երկու պետությունների, հատկապես այս դեպքում Իրանի հետ բազմակայլ երկարաժամկետ համագործակցության հեռանկար ձևավորի, անում է ճիշտ հակառակը, ինչպես տեսնում ես 5 տարում ընդամենը մեկ ցուցադրական եւ շատ փոքրածավալ զորավարժություն հնարավոր եղավ անցկացնել Իրանում, այն էլ որոշ տվյալների համաձայն դա նույնիսկ զորավարժություն չի եղել։ Զորավարժություն չի, համատեղ չի, ամեն մեկ իր տարածքում ա եղել, ընդհանուր հրամանատարություն չի եղել, ընդ որում դա եղել է դիտարկվել է հնարավոր ահաբեկչական հարձակում սահմանապահ ուղեկալի վրա, այսինքն դա իրականացվել է ընդ որում ոչ թե զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ, այլ սահմանապահ ծառայությունների, որոնք որ անվտանգության հատուկ ստորաբաժանումների մասնակցություն ա եղել, այսինքն բանակային զորամիավորումների մասնակցությամբ համատեղ զորավարժություն չի։ Այսինքն հայ զինծառայողները զորավարժության ընթացքում պարսիկ զինծառայողի իրենց աչքերով չեն տեսել։ Սցենարի խաղարկումն է հենց դա ենթադրել, ամեն մեկ իր տարածքում ինչ-որ գործողություն արել։ Փոխարենը մենք պիտի հիշենք ու Իրանի խորհրդային պետությունն էլ բնականաբար դրանից տեղյակ է, որ օրինակ զավթված Քաշաթաղի շրջանում ավելի քան 10 թուրք-ադրբեջանական զորավարժություն է եղել անցնող մի քանի տարիներին եւ Թուրքիայի 19 տարեկան ունեն պլանավորած մինիմում 19-ից 25, ընդ որում Թուրքիայի մոտ դեպի Գյումրիի հատվածում տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ Կարսի զորավարժությունները ամեն տարի ձմեռային զորավարժություններ են դրանք։ Դա է ուզում ասել, բոլոր եղանակային պայմաններում ունեն, այսինքն եւ ամառն են կազմակերպում եւ գառնան եւ ձմեռային զորավարժություններ, բանում էր Քաշաթաղի հատվածում էր ձմեռային այնտեղ, քանի որ ջերմուկի բանի հատվածում բարձր լեռնային գոտի է 2800 մետրից ավել բարձրություն, անդե մետրով ձուն է գալի։ Ձմեռային սցենարների խաղարկում բանը, այսինքն բոլոր հնարավոր տարվա սեզոններին ռազմական գործողությունների սցենարներ են խաղարկում։ Մայիսի 28-ը ընդունված է նշել որպես հանրապետության հռչակման օր ոչ միայն Հայաստանում։ Մայիսի 26-ից 28-ը հռչակվել են հաջորդաբար Անդրկովկասյան հանրապետությունների անկախությունները։ Մայիսի 28-ը Ադրբեջանում ազգային տոն է եւ Իլհամ Ալիևը 3 շնորհավորանքներ է ստացել մի շարք պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Միացյալ Նահանգների նախագահից։ Սարդարապատում 3 տեղի ունեցավ մի աննախադեպ բան, երբ առաջին անգամ իշխող վարչախումբը այնտեղ այսպես կոչված տոնական արարողության ժամանակ ամբիոնը դասավորել էր այնպես, որ այն լիներ դեմքով դեպի Թուրքիան, մեջքով դեպի Հայաստանը։ Միշտ եղել է հակառակը։ Ես մա խնդրեմ, որ մենք նաև դիտենք այդ լուսանկարները, որտեղ այս վարչախումբը եւ նրա ներկայացուցիչները ելույթներ են ունենում Սարդարապետի հուշահամալիրում, դու կարող ես համեմատել նույնիսկ խորհրդային շրջանից սկսած բոլոր արարողությունների հետ,
մշտապես նրանք կանգնել են Հայաստանի բոլոր իշխանությունները, կանգնել են Սարդարապետի հուշահամալիրի ֆոնին եւ նրանց մեջքի հետևում եղել է Թուրքիան։ Սարդարապետի հուշահամալիրը մեր հանճարեղ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը կառուցել է այնպես, որ հիշում ես Արցախի Վանք գյուղում Մարտակերտի շրջանի առյուծը թաթը ուղղած դեպի Ադրբեջանը։ Այս հուշարձանի ամբողջ խորհուրդը եւ իմաստը եղել է հիշեցումը Թուրքիային, առայն որ իրենք պարտվել են։ Հաղթանակի զբոսայգու բոլոր զենքերի փողերը ուղղված են Թուրքիայի ուղղությամբ։ Այո, դեպի Արարատ լեռն են նայում, այսինքն դա բան է, դա։ Սա սիմվոլ է, Էդգար, սա շատ հստակ սիմվոլ է, այս վարչախումբը հիմա դեմքով նայում է դեպի Թուրքիային։ Այս լուսանկարը, այս լուսանկարը արված է Սարդարապետի հուշահամալիրի ամենաբարձր կոթողից։ Երբ որ պիտի իրենք ճիշտ հակառակը կանգնած լինեն, իրենց թիկունքում պիտի լիներ Սարդարապետի հուշահամալիրը, սա առաջին անգամ է։ Նույնիսկ պատերազմից հետո այս սիմվոլը սրանք չեն։ Հետևում Սարդարապետ գյուղն է։ Այսինքն իրենք մեջքով կանգնած են հայկական բնակավայրին, դեմքով դեպի Թուրքիան։ Եվ ինչպես գիտես, ինչպես նաև վստահաբար ֆիքսել են մեր հեռուստադիտողները, Թուրքիա, Օսմանյան կայսրություն, Սարդարապետի հերոսամարտ, հայ հերոսների անուններ, այս ուղերձում, նրա այս երկարաշունչ ելույթում որևէ կերպ չի եղել, ճիշտ հակառակը մի քանի արարողակարգային եւ կոնտեքստից կտրված ձևակերպումներից հետո անմիջապես անցել է իր իրական Հայաստանի ցնդաբանությանը, վերջում ավետելով, որ մենք երբեք ավելի շատ պետություն չենք եղել, քան այսօր, երբեք ավելի անկախ չենք եղել, քան այսօր, երբեք ավելի ինքնիշխան չենք եղել, քան այսօր։ Մեր չափման միավորները, մետրիկան դրա որն է, այսինքն դրան տիրապետում է միայն Էրդողանը անձամբ։ Երբ որ երկրի քարտեզին նայում ես 18 թվու հիմա, երկրի կեսը չկա։ Երբ որ գնում ես Եռաբլուր ու տեսնում ես թե այնտեղ ինչ է կատարվում, երբ որ գնում ես համայնքային գերեզմաններ եւ տեսնում ես թե ինչքան եռագույն դրոշներ են ավելացել տարբեր գյուղերի եւ քաղաքների գերեզմանոցներում, դրանով է արտահայտվում մեր պետականության ու դրա դիմաց, ասենք, այդքան զողողությունների, այդքան կորուստների դիմաց մենք ունենք ընդհանրապես կորսված հայրենիք։ Մենք այսօր գտնվում ենք մի հատ ծանր, որ չունենք բարեկամներ աշխարհում, որ տնտեսություն որպես այդպեսին գոյություն չունի, որ համատարած աղքատություն է երկրում, որ կոռուպցիան վխտում ամեն քայլափոխի, դա կոչվում է այդպես պետականության ամենաբարձր դրսևորում ու աստիճան։ Ինչով է արտահայտվում էլ, այսինքն մեր ինքնիշխանության դրսևորումները, որ մենք միջպետական ճանապարհով Գորիսից Կապան չենք կարողանում գնալ, ասենք, որ Կապան խոշորացված համայնքի ճակատեն բնակավայրից համայնքային կենտրոն չեն կարողանում գալ, դա կոչվում է ինքնիշխանության ամենաբարձր աստիճան։ Ըստ իրա պատկերացումների։ Ես ասելով խոչի ասենք ինչով է, բայց սպիտակ դագաղ իրանց դա չէ ամբիոն է, ինձ թվում։ Նման էր։ Կարող ենք համեմատել 2018-ից սկսած Սարդարապետում մայիսի 28-ին հնչեցրած նրա բոլոր ելույթները։ Եթե հիշում ես, այս հպարտ ու ինքնիշխաններն էին, որ 2018-ի մայիսի 28-ին, այսինքն իշխանության գալուց ընդամենը 3 շաբաթ անց Սարդարապետում կալինկա մալինկա են երգում ու նվագում։ Ինձ ու քեզ գուբերնիստ են անվանում, ընդդիմադիրներին անվանում են գուբերնիստներ, իրենք մեր պետականության վերականգնման կարևորագույն տոնին, որտեղ պիտի ազգագրական, հայրենասիրական երգեր հնչեին, հաստատ կալինկա մալինկա չպիտի հնչեր, բերել կալինկա մալինկա են նվագում, բայց մյուսներին են անվանում գուբերնիստ։ Իսկ 2020 թվականի մայիսի 28-ին, երբ արդեն կորոնավիրուս էր, սահմանափակումներ կային, իսկ Նիկոլ Փաշինյանը իր հայրենասիրական ճառերի բարձունքում էր գտնվում, գալիս է Սարդարապետ ու ասում հետևյալը. 1918 թվականին այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էր շուրջ 1500 կին ու տղամարդ։ Դա պատմական փաստ է, դա ճիշտ է ասում։ Նրանք ամրացնում էին դիրքերը։ Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր։ Սարդարապետի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի, ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը։ Էդգար, այս նախադասության բանալի բառերից որևէ մեկը Փաշինյանի բերանից այլևս չի կարող հնչել։ Նա ոչ Արամ Մանուկյան կարող է ասել ու նրա անունը տալ, ոչ Արցախ, ոչ էլ Եռաբլուր։ Չի կարող մեր պետականության հիմքում դրված այս կարևորագույն կոդերից որևէ մեկի անունը տալ։ Այնինչ այստեղ ասում է, փաստ է, դա ինքը չի գրել, պարզ է, որ պատմական գրքերից են, որ դեռ այլափոխված չէին, նենգափոխված չէին, վերցրել է փաստեր, իսկ իրականությունը այն է, որ 1918 թվականի մայիսին թուրքերը հասել էին ընդհուպ ժամանակակից նորագավիթ
Այսինքն Երևանի մատույցներում էին։ Եվ ուղղակի մի ֆանտաստիկ ճիքով Արամ Մանուկյանը եւ մեր մյուս հայրենասեր քաջորդիները մի քանի կետերում Երևանի մատույցներում, Արարատյան դաշտում, Սարդարապատում հենց եւ որ շատ կարեւոր է ապարանում Դրոյի եւ Սեդրակ Ջալալյանի հրամանատարությամբ կարողացել են ջարդ տալ թշնամուն։ Ղարաքիլիսայում առանձնապես չեն կարողացել եւ նահանջել են երկու ուղղությամբ դեպի Դիլիջան եւ դեպի Թբիլիսի, ինչպես գիտես Անդրանիկն էլ իր զորաջոկատով չի մասնակցել, հեռացել է դեպի Դսեղ։ Բայց այն ինչ կատարվել է այդ ընդամենը 10000 քառակուսի կիլոմետրանոց պետության մեջ, այն դեպքում երբ Երևանում ամեն առավոտ դիահավաք սայլեր էին շրջում, երբ ամեն օր 2000 որբ էր մահանում Երևանի փողոցներում եւ Հայաստանի Հանրապետությունում տարբեր վկայությունների, գտնվում են մի խումբ խելագարներ, խենթեր, ինչպես հայտնի երգում է ասվում, որոնք անիրագործելին են անում։ Ու այսքանից հետո այս արարածը կողքը երկու այլ արարածների ընկերակցություն ապահովելով գնում է մեջքով պտտվում է դեպի Հայաստան, դեմքով շրջվում դեպի Թուրքիան, որը ուղղակիորեն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին է վկայում, ու սկսում է խոսել իրական Հայաստան կոչեցյալ ցնդաբանությունների մասին։ Նշանակում իրական Հայաստան, բա իրական չի մեր Հայաստանը, բա ինչ է։ Ով է ասում, այս ձևակերպումները, ասենք եթե ինքը մի ցնդաբանություն դուրս է տվել։ Ով ասում, որ մենք պիտի դրա վրա հիմնվենք։ Իրական Հայաստանը, դա այն Հայաստանն է, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության մասին հռչակագրով եւ կոչվել է ստեղծման նոր պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստան։ Այսինքն դա իրական չի։ Բա ի՞նչ է։ Բայց իրական Հայաստանն է, որ անցել այդ պատերազմների բովով, իր ժողովրդի հերոսական սխրանքներով իշխանությունը հաստատեն տարածքների վրա, որը գրած է այդ օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով, այսինքն Հայաստանի եւ Արցախի վերամիավորման արդյունքում ստեղծված պետության տարածքներում, որը կոչվել է Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ երջանկությունը մենք ունեցել ենք մինչև 2020 թվականը, որովհետեւ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով իշխանության եկած այդ հերոսական խումբը անցնելով թշնամու կողմը մեր երկիրը հանձնել է թշնամու տնօրինության եւ մինչեւ հիմա շարունակում է նրա պահանջները կատարելը։ Նա ասում է այդ Երևանյան ֆորումին, որ կար հերթական անգամ, մինչեւ այդ արտահայտության նախարարն էր ասում, որը Սահմանադրության մշակման հանձնաժողովի նախագահի պաշտոն է։ Ասում է մենք ունենք ստեյության, ես բառացի չեմ ցիտում, այն ինչ որ իրականությունն է, Ադրբեջանի պահանջներով գրված մի համաձայնագիր, որտեղ Իլհամ Ալիևն ասում է, որ համաձայնագիրը իրենք են մշակել, ոչ մի հայկական խմբագրություն չի ընդունվել, բոլոր 17 կետերը գրված են բացառապես ադրբեջանական խմբագրությամբ, հայկական կողմը ժամանակի ընթացքում համաձայնվել է դրանց հերթականությամբ։ Հիմա ասում է այդ 17 կետից կազմված համաձայնագիրը, որի 15 կետը գաղտնի ապահովում են, երկուսն էլ Ալիևն է գաղտնազերծել, դեռևս չստորագրված, եթե հակասի մեր սահմանադրությանը, մենք կփոխենք սահմանադրությունը։ Աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում մեր երկրում սահմանադրությամբ ասում է, որ եթե սահմանադրական դատարանը ասում է, որ միջազգային պայմանագիրը հակասում է սահմանադրությանը, դրա վավերացման գործընթացը դադարեցվում է։ Ինքը ասում է, եթե սահմանադրական դատարանն ասեց, որ հակասում է սահմանադրությանը, կփոխենք սահմանադրությունը։ Եթե թշնամուն ծառայելու համար մեզ խանգարում անկախության հռչակագիրը, կվերացնենք անկախության հռչակագիրը։ Եթե թշնամու նպատակներին խանգարում են Էդգարն ու Դավիթը եւ մնացած հայերը, Արմանը, Արմենը, Կարենը, ուրեմն բոլորին իրանց կվերացնենք։ Եթե թշնամու նպատակներին խանգարում է Սևանա լիճը, նրա հայկական պատկանելությունը կամ Սյունիքը կամ Ջերմուկը, դա կանձնենք թշնամուն։ Այս մարդիկ թշնամական օրակարգ սպասարկող են։ Իլհամ Ալիևը ունի երկու կառավարություն, որոնցից մեկը գլխավորում է մի հատ ադրբեջանցի, նստում է Բաքվում, մյուսը գլխավորում է անհայտ ծագում ունեցող Նիկոլ Փաշինյանը։ Բայց գնում է Սարդարապատ։ Իդեպ այն Սարդարապատ, որտեղ ժամանակին Կարեն Դեմիրճյանի հրավերով ու պարտադրանքով այցելել էր Իլհամ Ալիևի հայրը Հեյդար Ալիևը, ու նույնիսկ Հեյդար Ալիևը մեջքով էր կանգնում Թուրքիային եւ դեմքով դեպի Հայաստանը, որովհետեւ Շևարդնաձեի ու Դեմիրճյանի հետ համատեղ լուսանկարում նրանք հենց այդ դիրքով հարգում էին Սարդարապատում ընկած հայ հերոսների հիշատակը։ Խորհրդային իշխանության տարիներին շատ ինքնիշխան ու շատ հպարտ ու ազատ այս վարչախումբը եւ նրա պարագլուխը նույնիսկ դրա
համարձակությունը չունեն։ Ուզում եմ հիշեցնել, որ անցած տարի մայիս 28-ին սրանք երբ վեհապարի մուտքն էին արգելում Սարդարապատի հուշահամալիր, երբ գաղտագողի էր գնում Սարդարապատի հուշահամալիր, հիշում ես, չէ, երեկոյան կողմ, երեկոյան, ընդ որում հանրային հեռուստաընկերության շարժական հեռուստակային առավոտյան էին բերել, բայց քանի որ Սրբազանը այդ ժամերին այնտեղ էր, սպասել էին մինչև Սրբազանը եւ իր կողմնակիցները, որոնք 1000-ից ավել էին գնան, եւ նրանից հետո նոր միայն Փաշինյանը գաղտագողի ծածուկ եկել էր այնտեղ։ Այնտեղ падգամավորներին սկզբից ուրիշ ժամ էին ասել, որ հավաքվեն գնան, հետո չեղարկվել էր այդ ժամը, հետո իրենց անփութության արդյունքում պարզվեց, որ իրենք այո ժամ են փոխել։ Հիշենք նաեւ ինչ պատմություն սարքեցին վեհապար հայրապետին։ Հենց դա է ասում, որ արգելեցին նրա մուտքը, այդ պատմությունը ինչպես տեսա շարունակվում է, երեկվա կառավարության նիստում նա հերթական սրբապիղծ արտահայտություններն արեց մեր եկեղեցու։ Ես չեմ պատկերացնի։ Ես օրինակ անկեղծ որ ասեմ, այդ նստած լսում էի ուղիղ եթերում։ Ասում էի հիմա բոլոր հոգևորականները Հայաստանի բոլոր եկեղեցիների առանց թեմակալ առաջնորդներին տեղյակ պահելու, առանց վեհապարին տեղյակ պահելու, բոլորն էլ ինչ որ ծառա, մեքենա ունեն էլի մեր հոգի։ Ասենք կնստի իր մեքենա, կշիգա քասնի կառավարության բակ, Հայաստանի բոլոր եկեղեցիների հոգևորականները, կասի էլ մա իչիստ է։ Էս ինչ ես խոսում դու։ Էս ինչ ես խոսում դու։ Այսինքն մեր եկեղեցիները վանքերը, որտեղ մենք ծառայություն, նվիրական ծառայություն ենք իրականացնում, որտեղ ամեն մի փոքրիկ հատվածը կամավորները ես տեսել եմ Դավիթ ջան։ Օրեր կա եկեղեցու հավատավոր երիտասարդները, կանայք, տղամարդիկ չոքում են։ Եկեղեցին ձեռքով մաքրում են։ Այդ մոմից, բանից, մնացորդներից տարբեր վերջը ձեռով են լվանում, մաքրում եկեղեցու հատակը, պատերը, իրենց բակը, բարի մեր բոլոր եկեղեցիները հանգստի գոտիներ են։ Բարեկարգ, սիրուն, խնամված, ծառեր, ծաղիկներ։ Մարդիկ դες նվիրական ծառայությունով այդ սրբավայրերի նկատմամբ այդ հոգացությամբ մարդ չի լեզուն չի պատտվում հիշի դրա խոսքերը ինչ ասում է մահճակալ ասում անդե դրած կոշիկներ այնտեղ գցած չուլան այ քեզ բան այ ինչի մասին է խոսում հասկանում ես այն ամենա թանկ նվիրական վայրի որտեղ մենք ծնկի ենք իջնում որտեղ մենք հաղորդություն ենք ստանում որտեղ մենք աղոթք ենք ասում որտեղ մենք մեր զավակներին սուրբ մկրտության ենք առաջացնում սուրբ մկրտության ենք տանում որտեղ մեր նորապսակներն իրենց ամուսնությունն են Աստծո արչև Սուրբ Խորանի արչև կնքում դու ոնց ես այդ սրբավայրի նկատմամբ բերան այդ հիշում ես մի ժամանակ առաջ նույնը խաչերի նկատմամբ էր ասում կահույքի մնացորդների շինարարական աղբիս հարցում է հիմա նորից է վաղ հարցում եմ գրելու ասում հələ մի հատ ինձ ասա վարչապետը կառավարության նիստում ասելա որ եկեղեցիները չուլան են թող ասի որ եկեղեցումա ինքը տեսեք կոշիկը կամ մահճակալ ընդ է դրած դա անում է հատուկ դա անում է ոչ քո զայրույթը եւ բարկությունը գրգռելու համար դա անում է անձամբ Ալիևի բարեհաճության արժանանալու համար եւ իր այդ արտահայտությունից րոպեներ անց ադրբեջանական տելեգրամալիկները թնդում էին նրանով որ հայերը նույնիսկ Արցախի աղվանական ճակերտյալ ալբանական եկեղեցիները վերածել էին խոզանոցների իհարկե իրենք նաև ստահոդ պնդումներ էին անում թե իբր Արցախի մի քանի մզկիթներում հայերը խոզ էին պահում հիմարությունը նման բան չկա ճիշտ հակառակը Շուշիում ինչպես հիշում ես վերականգնվում էր պետական բյուջեի միջոցներով բայց իրենք նաև համաիսլամական համերաշխություն առաջացնելու համար անում էին նման սրբապիղծ պնդումներ բայց դա թշնամին է դա պարզ է որ կանի երբ որ դա անում է տան թշնամին ներքին թշնամին երբ որ նա դիտմամբ այդ փոխանցումը տալիս է Ալիևին, որ ադրբեջանական տելեգրամ ալիքները եւ լրատվադաշտն ու քաղաքական դաշտը առհասարակ շատ արագ վերցնի այդ փոխանցումը եւ ասի տեսնում եք, որ հայերը սրբապիղծ են, որ սրանք նույնիսկ մի եկեղեցու արժանի չեն, որ մեր ուդիական դադիվանքը եւ ալբանական ծիծեռնավանքը նրանք վերցրել պղծել էին սա են հիմա գրում ադրբեջանական տելեգրամները եւ ճիշտ են անում բա պիտի գրեն որովհետեւ այսպիսի դրածո ունեն այս լսի ասենք օրինակ մենք անցած անգամ այդ մերձբալթյան երկրներում թեմի առաջնորդը որը սենց մինչեւ ծնկները խոնարհվել էր Նիկոլ Փաշինյանի առաջ օրհնում էր դրան հիմա լսում ա Նիկոլ կարող է այդ մահճակալը իրանց եկեղեցումա տեսե վերջին անգամ ինքը եկեղեցին դե ա մտե կարող է սրբազանը կոշիկները հանել էր միտեղ Նիկոլ Փաշինյանը մտնելուց տեսելա որ նրա բոտասներն ընդ է Բա եթե տես չի նա հիմա ոնց չի աղաղակում հիմա ոնց չի իր լայվը միացնում ասես ինչեր ես խոսում
Այսինքն իրանք մեր ամբողջ եկեղեցին իր սպասավորներով, իր հավատավորներով, իր թեմական խորհուրդներով համերաշխ են դրա հետ։ Որոշ թեմերի առաջնորդներ արձագանքել են, նաև դիվանապետի արձագանքը տեսա, հուսամ սա շատ կոշտ արձագանքի կարժանա։ Համատարած պիտի ոչ միայն սա։ Ես ուզում եմ վերադառնալ Սարդարապատի խորհրդին եւ հիշեցնել, որ այս հուշահամալիրը վարչախմբի պարագլխի կողմից լայնամասշտաբ ձևով պղծվեց 44-օրյա պատերազմից ընդամենը 1 ամիս առաջ, երբ նա մի քարոզչական շոու ցուցադրություն կազմակերպեց, առատորեն բաժանելով մարտական խաչեր առաջին եւ երկրորդ աստիճանի, նույնիսկ ազգային հերոսի կոչում 1 հոգու տվեց, եւ դա ընդամենը 1 դիրքի համար մղված կռվի համար, որում նույնիսկ ռազմական տեսաբանները, փորձագետները ասում են, որ մենք չենք հաղթել, առնվազն չենք պարտվել, բայց չենք էլ հաղթել, այսինքն դա այդ նշանակության ճակատամարտ չէր կամ մարդ չէր, որը պետք էր այդքան բացառիկ կարևորության արժանացնել, բայց ինչ է անում Փաշինյանը։ Օգոստոսի 27-ին արձակուրդ մեկնած Արմեն Սարգսյանի փոխարեն, որը ստորագրում է պետական բարձրագույն պարգևներ օրենքով ինքնապարտել որոշումները եւ հրամանագրերը, Փաշինյանը դա վերագրում է իրեն դիմակի տակից, այն ժամանակ կորոնավիրուս էր, ինքը շնորհում է այդ ավելի քան 80 անձին կոչումները եւ մի ահասարսուր ու ահեղադղորդ տեքստ է կարդում Սարդարապատից, որ մենք այսօր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի վախն ենք բռնել, քանի որ ունենք տարածաշրջանում բացառիկ նշանակություն ունեցող ինտելեկտուալ բանակ, որոշիչ նշանակություն ունեցող, նա այդ բառն է օգտագործում, տարածաշրջանում որոշիչ նշանակություն ունեցող ինտելեկտուալ բանակ։ Դե Թուրքիան էլ է մեր տարածաշրջանում, այնպես որ Թուրքիան եւս էապես վախեցավ Փաշինյանի այդ ուղերձից։ Իհարկե այն ինչ տեղի ունեցավ դրանից հետո շատ հուզիչ էր, բայց ուզում եմ հիշեցնել, որ Փաշինյանը դա արեց միայն եւ բացառապես մեկ նպատակով։ Արդեն մոտալուտ եւ անխուսափելի դարձած պատերազմի ֆոնին քարոզչական էֆեկտը, քարոզչական փուչիկը իր անձի շուրջ ել ավելի փչելու, ուռճացնելու։ Ինչու՞։ Որովհետև նույնիսկ այդ մեկ դիրքի անվախ կոչվող այդ մեկ դիրքի համար մղված պայքարի դափնիները վերագրվում էին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին եւ իհարկե 3-րդ կորպուսի փառապանց հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, որը հենց այդ օրը մարտական խաչ առաջին աստիճան ստացավ։ Բայց քանի որ Փաշինյանը դուրս էր մնացել այդ փառքի դափնեպսակներին արժանանալուց եւ ինքը, ինչպես Արմեն Գրիգորյանն էր ասում, անձամբ էր ղեկավարել բոլոր ռազմական գործողությունները, ուրեմն ինքն էլ սահմանադրություն խախտելով պիտի պարգևատրեր։ Ինքը սահմանադրություն խախտելով 18 թվականի հոկտեմբերին ազատում էր նախարարներին, փոխանակ միջնորդագրեր ստորագրեր հանրապետության նախագահին։ Արայք Հարությունյանի մեջքի վրա Գիտությունների ակադեմիայի բակում ազատում էր։ Ինքն էլ էլի սահմանադրություն խախտելով պարգևատրում էր զինվորականներին բարձրագույն զինվորական շքանշաններով եւ մեդալներով։ Սա այն դեպքում, երբ որ դրանից 2 շաբաթ առաջ 2020 թվականի օգոստոսի 21-ին, 1 շաբաթ առաջ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր. այլևս մեր թշնամին միայն մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան։ Սրա ձայնագրությունը կա, սրա սղագրությունը կա, անվտանգության խորհրդի սղագրության բացվածքը կա։ Սա տեղի է ունեցել 44-օրյա պատերազմից 1 ամիս առաջ։ Այո, եւ Օնիկ Գասպարյանը դա իրան զեկուցել է եւ առանձին, եւ զեկուցել է անվտանգության խորհրդի նիստում, եւ որպես կանոն զինված ուժերի շտաբի պետերը, երբ որ նման զեկույցներ են ներկայացնում, իրենք ունենում են նաև առաջարկություններ իրավիճակից բխող եւ շտաբի պետը առաջարկել է շտաբ կարգով սկսել բանակցություններ ռազմավարական գործընկերների հետ հնարավոր մարտական գործողությունները, ռազմական գործողություններ էսկալացիան կանխելու նպատակով։ Հələ մի հատ փորձի ինտերնետում ինձ ու քեզ բնորոշ ձևով մի հատ հələ փորփրել գտնել, տես այդ զեկույցը լսելուց հետո հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի եւ Ռուսաստանի նախագահի հայկական կողմի նախաձեռնությամբ եղել է թե չէ, չես գտնի։ Արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույց, այցելություն Մոսկվա եղել է թե չէ, ոնց որ թե չես գտնի։ Բայց պաշտպանության նախարարի այդ Բուլղարիա եղել է։ Այդ շատ կարևոր է։ Ծանունն էր։ Ես կարծում եմ, որ դա կարող էր կանխել վերահասկատել։ Դրանից առաջ էր, Բուլղարիայից առաջ է, մարտական խաղեր են եղել Մոսկվայում։ Խաղեր։ Իր երկրի տարածքում ռազմական հետախուզությունը տվյալներ տալի սպասվող իրական ռազմական գործողությունների մասին դրան ուշադրություն չեն դարձնում, բայց ինքը գնում է Մոսկվայում մասնակցելու ռազմական խաղերին։ Իսկ Ադրբեջանում ուրիշ բան էր տեղի ունենում այդ ամբողջ ընթացքում։ Բաքվում
Գանձակում, Քյուրդամիրում, Եվլախում, Արցախին այդքան մոտիկ տեղի էին ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, ինչի մասին քիչ առաջ հիշեցինք։ Ավելին, պարզվեց, որ ՀԱՊԿ-ն իր գործիքները օգտագործելով ըստ ամենայնի նաև արբանյակային լուսանկարներ անելով ու տեսնելով այդ հսկայական կուտակումները 2020 թվականի սեպտեմբերի սկզբին, մենք դա արդեն պատերազմից հետո իմացանք, հատուկ գրություն է ուղարկել անվտանգության խորհրդի քարտուղարին եւ առաջարկել է հարագացված կարգով զորավարժություններ սկսել, ընդ որում համատեղ, նույնիսկ գործողությունների պլանն է մշակել, ինչին հայկական կողմը արձագանքել է լռությամբ, մերժմամբ, ասելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում այդ զորավարժությունները անցկացնել։ Պատերազմը սկսելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություն արել, բոլորը իրարամերժ։ Մի դեպքում ասում եմ, մենք արդեն գիտենք պատերազմի մոտավոր օրը եւ ժամը։ Միայն ուղղությունը չգիտեինք։ Մենակ ուղղությունը չգիտեինք։ Ու այդ պայմաններում գիտես չէ, ինչ ա եղել սեպտեմբերի 26-ի Ստեփանակերտի։ Իհարկե, Ստեփանակերտի օրը։ Մշակութային միջոցառումներ։ Մատաղիսում էլ եղել է գնդի օրը։ Այո, այնտեղ խմել են։ Տոն, փուչիկներ, համերգներ, ուրախություն, երբ որ գիտեն, որ վաղ պատերազմ է։ Ոչ բնակչության նախապատրաստում, ոչ զորքի նախապատրաստում, պաշտպանության նախարար ընդհանրապես Հայաստանում չի։ Այսինքն դա դու դա ասում ես, ես գիտես ինչ եմ հիշում, Էդգար։ Ոչ մի բացազատում, զորքի։ Եվ քեզ շատ ծանոթ Ստեփանակերտի քաղաքային ավտոբուսները դեղին գույնի։ Փուչիկները վրաներ սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ որ շարված էին Վերածննդի հրապարակում։ Դա այն դեպքում, երբ որ սեպտեմբերի 19-ին Արցախի ԱԱԾ-ի այն ժամանակվա ղեկավար Կամո Աղաջանյանը դա հետո գրավոր է հաստատվել։ Ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում պատերազմ է սկսվելու։ Այո։ Փուչիկներով Ստեփանակերտի օր էին նշում։ Այո, համերգներ։ Իսկ Փաշինյանը նոյեմբերի 29-ի, 20 թվականի նոյեմբերի 29-ի Facebook-յան գրառման մեջ այսպիսի պնդում է անում։ Ասում է, որևէ փուլում, այդ թվում թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի, եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում։ Այսինքն սրանից ավելի ակնհայտ խոստովանություն, որ միևնույն է պատերազմ պիտի սկսվեր, ու ես ոչինչ չեմ արել այդ պատերազմը կանխելու, խափանելու համար, դիվանագիտական լուծում առաջարկելու համար չկա։ Այս մարդը էլ ոնց ասի, որ ինքն է պատերազմ բերել մեր տներ, բայց հիմա սրանք ընկած Հայաստանի երկրորդ նախագահի հետևից ասում են, ասեց Հայաստանն է սկսել այդ պատերազմը։ Նախ նա այդպես չի ասել, բայց նույնիսկ եթե այդպես ասվի, ցավոք սրտի, ես վարչախումբը բոլոր հիմքերը տվել է։ Հետո ինչ որ ես եւ դու եւ մեր շատ գործընկերներ դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, որոշ ինֆորմացիայի տիրապետելով դա չբարձրաձայնելով, ուղղակիորեն չենք ասում, որ հետո իշխանապողությունից հետո խնդիրներ չլինեն մեր պետության համար, բայց ում պարզ չի ես փաստերը եւ փաստարկները որ իրանց երկուսի պայմանավորվածությունների արդյունքում ծեղված պատերազմը։ Մենք հələ չենք խոսում բանակցային գործընթացը դիտավորյալ տապալելու մասին, ԵԱԿ Միսկի համանախագահող երկրների մասնակցության բանակցություններ չվարելու մասին, ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների երրորդ երկրներում կանոնավոր եւ պարբերական գաղտնի հանդիպումների եւ փոխանակված նամակների մասին, որոնց բովանդակությունը մինչեւ հիմա նույնիսկ ԱԱԾ տնօրենն այդ նամակը տանող բերողը չգիտի։ Մենք դրա մասին չենք խոսում, այս ամեն ինչը տեղի ունեցել որոշակի զարգացումների արդյունքում, չէ՞։ Այդ ամենը, այդ դավաճանված պատերազմը եւ նախապատրաստված պարտությունը պետք է քողարկել հայրենասիրական, պաթետիկ, կեղծ, շողոմ խոսքերով, եւ դա արվում է։ Փաշինյանը պատերազմի ավարտական փուլում արդեն ասում է, որ սա մի նոր սարդարապատ է եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ։ Այդ նպատակի անունն է հաղթանակ։ Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վարքյան պիտի պատրաստ լինի գտնվելու այդ հաղթանակի առաջնագծում, ու մենք կհաղթենք, ու մենք անպայմանորեն կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայմանորեն կհաղթենք։ Այս վերջին 3 նախադասությունը կարդալ արծրունի ձայնով եւ բարբառով։ Եվ սա այն դեպքում, երբ պատերազմի առաջին օրը խորհրդարանի ամբիոնից նա ասում էր, որ եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչելու։ Այսինքն մի կողմից ի սկզբանե պատերազմի առաջին օրը զինված ուժերին անուղղակիորեն հրահանգավորելով եւ ժողովրդին նախապատրաստելով մեր մոտալոտ պարտությանը, մյուս կողմից շարունակաբար սարդարապատի հայոց ցեղասպանության շարունակությունը կանխելու, Թուրքիայի 100 տարի անց տարածաշրջան վերադառնալու եւ դրա դեմն առնելու կոչեր է անում, որին
մեր հազարավոր հայրենակիցներ են զոհ գնում, որոնք նույնիսկ մարտադաշտ չեն հասցնում հասնել, որոնք նույնիսկ թշնամու երես չեն տեսնում, որոնք նույնիսկ նորմալ սպառազինություն չեն ունենում, որոնք նույնիսկ ներդաշնակված չեն լինում, որոնք տեղանքին ծանոթ չեն լինում, որոնք իրենց զորատեսակով զորակոչված չեն լինում։ Ինչու՞։ Որովհետև զորահավաքային զորակոչը դադարեցվել էր եւ սկսվել էր խառը ու անհասկանալի կամավորագրումը։ Ովքեր էին գնում, ինչ ֆիզիկական եւ մարտական վիճակում էին այդ մարդիկ, ոչ տեղանքին էին ծանոթ, բարեհոգեբանական, ոչ հրամանատարական կազմին։ Չես ամեն ինչը դիտավորյալ արվել է Դավիթ ջան, դրանում ոչ մի կասկած։ Հիմա տես նայ, մենք ասում ենք այսօր ինքը Սարդարապատում մայիսի 28-ին ինչա ասե, չէ՞։ Ինչ տարբերություն ինչ ասե։ Այդ քո բերած մեջբերումների հեղինակն ով է։ Ինքը չի ասե, որ պետքա հաղթենք, մենք այդ ամսի 26-ի իր ելույթից է որում մենք 1 միլիմետր չենք զիջի մեր հայրենիքից, մեր Արցախից, մեր պատմությունից, մեր արժանապատվությունից 1 միլիմետր չենք զիջի։ Ինքը չի ասե։ Հիմա եթե ինքը դա ասել է, հիմա էլ մի ուրիշ բան է։ Հիմա էլ ասում են տարածքը, որտեղ որ մենք պիտի մի միլիմետր չզիջեինք։ 91 թվից Ադրբեջանը։ 91 թվից Ադրբեջանը, մեկը ասում է արդեն 97 թվից 96 թվից էր պարզ, որ այդ հարցը լուծում չի ունենա։ Ինքը 18 թվին արդեն գիտեր, որ դա լինելու է Ադրբեջան, ուղղակի դա չի ասել։ Դե հիմա էլ այդ է ասում։ Դե հիմա էլ ասում է գիտես ինչ, մեր պետությունը, որ մենք վերջապես գտել ենք, այս տեղն է։ Դա մի ամիս հետո կարա մի ուրիշ տեղ կանգնի, ասի Սարդարապատից, որ ասում էի, սխալ էի ասում։ Էնի մեր իրական հայրենիքը չէր։ Էնի հենց մեկիչ էլ դες մեկիչ խառն էր էլի։ Այ իրական հայրենիքը կառավարական ամառանոցն է։ Էս է մեր իրական հայրենիքը։ Մնացածը ծաղդ մեռեք ինքն դեռ դու ապրի։ Կարա չի ասի, բայց եթե այս ասելա ու ոչ մի պատասխան չի տվել իր ասացի համար, իր գործողությունները հանգեցրել է ողջ, ու ինքը էլ նույն ձևի կա, մի քիչ ավելի հարուստ իհարկե, արդեն 2 միլիարդ է ոնց որ ասե։ Հիմա էլ էս ասում։ Մի շաբաթ հետո էլ էս չի ասի։ Բայց քաղաքական պատասխանատվությունը ինչին է վերաբերում։ Դրան, որ եթե դու քո ասածը չես կարողանում անես, դու քո խոստումները չես կարողանում կատարել, դու քո ծրագրերը չես կարողանում կյանքի կոչել, ուրեմն դու պետք է հեռացվես։ Էդ է դրա լուծման ձևը։ Եթե դու պատկերացնում ես, ես մասնավոր ընկերությունում աշխատել եմ։ Ես մասնավոր ընկերությունում, ասենք, պատկերացրել եմ մեր վաճառքները չհամապատասխանել սեփականատիրոջ ընկերության ղեկավարության պատկերացումներին։ Ասենք, ես որպես մարքեթինգի տնօրեն, ասենք, քանի ժամ կարա այդ ընկերությունում աշխատեի։ Ես ընդ աշխատում էի հաջողություններն փողս բարձրացնում եմ, որովհետև ամսվա վրա, տարին տարվա վրա մենք վաճառքի ծավալներն էր ավելանում։ Ընկերության շահույթներն էր մեծանում։ Բալը մի արա, տենամ ընկերությունը քեզ կպահի այդ կարգավիճակում։ Բայց դու գաս այս պետությունը կործանես, այս պետության քաղաքացիներին վերացնես ու անմիտ ինչ-որ հիմար բացատրություններով իրական Հայաստան, կեղծ Հայաստան, պատմական Հայաստան այդ հիմարություններով դուրս տալով շարունակես մնալ, դες բան ո՞նց կարա լինի։ Նրանից ձախ կանգնած արարածը պակաս վտանգավոր, ավելի վտանգավոր հայտարարություններ չի անում, ավելին սկսել է արդեն աշխատել որպես Ալիևի արտահասթիկային արտգործնախարար։ Նրա վերջին մի քանի օրերի ասում է Արարատ Միրզոյանը շատ բան չի կարող ասի։ Ես ասում եմ անդաստիրակ ցինիկ մարդ եմ, էլի, ստեյից բառացել չի ասում։ Հա, ամեն ինչ էլ ասում է նրա բայց հայերի երեցին ոչ երբեք ադրբեջանցի։ Բայկոտունը ադրբեջանցիներին խոնարհվում են հեսա արևտուրք մորքուրին են իրային։ Ինչ է ասում սա։ Նույնիսկ այդքան տարածում գտած նրա արտահայտությունը, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո 5 րոպե անց արևտուր է սկսվելու հայերի եւ ադրբեջանցիների միջև, այդքան լկտի եւ ցինիկ չէ, որքան նրա մեկ այլ արտահայտություն, որի ակնարկները իհարկե շատ էին արվել, բայց հիմա արդեն առանց երկիմաստությունների, առանց ենթատեքստի շատ ուղղակի ասում է մեծ հաշվով հետեւյալը. Ալիևը լավ է անում, որ ասում է Արևմտյան Ադրբեջան, որովհետև մենք էլ շարունակում ենք ասել Ղարաբաղ, ավելին, ստեղ նախագահ են ընտրում, ազգային ժողովի նախագահ են ընտրում, ազգային ժողով է շարունակում գործել։ Հիմա ինչ են վկայում Տիրանայում եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի ժամանակ Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի ոտքի վրա սուրճի շուրջ շփման ականատես կամ մասնակից անձինք եւ կամ նրանք, որոնց միջոցով հնարավոր է եղել տեղեկատվություն հանել։ Ընդ որում այդ տեղեկատվությունը տարածվել է եւ ադրբեջանական
աղբյուրներից եւ միջազգային ու եկել հասել է հայկական աղբյուրներ։ Նույնիսկ վերբալ հաղորդակցությունը բացառող, այսինքն ընդհանրապես ժեստիկուլյացիայի ու միմիկայի հիման վրա դատողություններ անող մարդիկ կարող են շատ ակնհայտ տեսնել ով է այդտեղ տերը եւ ով ենթական։ Եվ ահա այս տիրոջ ու ենթակայի հարաբերության մեջ քննարկվել է մի կարևորագույն հարց։ Ալիևը դժգոհել է, որ Հայաստանում դերևս շարունակում են Արցախի պետականության բեկորներ մնալ։ Ըստ այդ լուրերի դժգոհել է, որ Հայաստանում, Երևանում Արցախի ներկայացուցչության շենք կա, նախագահ կա, ազգային ժողով կա, որը պարբերաբար հավաքվում է, նույնիսկ ռիսկ են անում, գրում են Շվեյցարիա Արցախի քրիստոնեական ժառանգության թեմայով են խոսում։ Այսքան ռիսկ ունեն այդ մարդիկ։ Եվ իհարկե այդ ամենը պետք է գլխատել ու վերացնել։ Փառք Աստծու կան նաև արցախցիներ, իդեմս օրինակ Պաշտպանության բանակի նախկին մի հրամանատարի եւ նրան ծառայող անհասկանալի կասկածելի ցակման պարարածների, որոնք պատրաստ են իրականացնել դա ճիշտ է նախընտրական կամ ներքաղաքական տարբեր սոուսներով գրոհել Արցախի ներկայացուցչության շենքը, Արցախի սադրանքներ հրահարել, վերջին ուզենք թե ոչ լեգիտիմ ներկայացուցչին անվանել ոչ լեգիտիմ, պայքարել նրա դեմ կամ խոսել իբր զուգահեռ ներկայացուցչություն չմասնակցել այդ ազգային ժողովի նիստերին, չստորագրել որևէ համատեղ հայտարարության տակ եւ այլն։ Հիմա պահանջ է դրված, այդ մասին չի բարձրաձայնվել, բայց պահանջ է դրված նաեւ բռնագրավելու Արցախի ներկայացուցչության շենքը արցախցիներից, Արցախի հանրապետության իշխանության բեկորներից եւ լուծարելու ֆորմալ իմաստով նույնիսկ լուծարելու այն կառույցները, որոնք Հայաստանի Հանրապետությունում դերևս պահպանվում են, խոսքը նախ եւ առաջ ազգային ժողովի եւ հանրապետության նախագահի ինստիտուտի մասին է։ Բայց այս դեպքում առաջնահերթը իհարկե ազգային ժողովն է, նախկինում նաեւ ասվում էր Գերագույն դատարանը, հիմա առաջնահերթը խորհրդարանն է, որը կարող է, ասենք, որոշումներ, օրենքներ ընդունել։ Եվ Տիրանայի այդ սրճախմության արարողությունը, Փաշինյանի ծառայամտությունը եւ ամեն կերպ իր տիրոջը հաճոյանալու պատրաստակամությունը, նրան սուրճ բերելու պատրաստակամությունը, Էրդողանի այս ժեստից հետո արի հələ մոտես, արի, հա, արի մի հատ ու մատով հետեցուցա տալիս Ալիևին, ասում է ինքը կասի, դու կանես։ Դա ասում նորմալ է, պայմանավորվածությունը, բան, դե որ դա նորմալ է, դրան ճամփում է, թեվանցու կանում Ալիևին ու շարունակում են իրանց։ Այս է ինքնիշխանությունը։ Այս մայիսի 28-ին, երբ որ Սարդարապետի հուշահամալիրից հարգել հեռուստադիտողներ, Պարագլուխն ասում է, որ Հայաստանը ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, եւ ավելի պետություն է, քան երբևէ, պետք է այս ֆոնին հիշել Էրդողանի այս ժեստը, նաեւ ավելի վաղ, օրինակ, ասենք Անկարայում Էրդողանի երթմնակալության արարողության ժամանակ այն հայտնի լուսանկարները, երբ Իլհամ Ալիևը կնոջը Մեհրիբանին գրկած ծիծաղում էր Փաշինյանի կիսակզած վիճակի վրա, նայել իր շատ ստորակար հրաշալի անգլերենով փորձում էր հավանաբար ինչ-որ բաներ բացատրել։ Ֆրանսերեն էր խոսում։ Ինքը հիմնականում դե ֆրանկոֆոն անգլերեն էլ է խոսում, բայց իրան հիմնականը ֆրանսերենն է։ Եվ մի բան էլ, երբ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Ադրբեջանն ասում է արևմտյան Ադրբեջան, քանի որ մենք այստեղ Ղարաբաղի իշխանություններ ունենք, եւ հետո էլ շարունակում է, թե այդպես ասելու հիմքեր ունեն, քանի որ Հայաստանն էլ տարածքային պահանջներ է կամ Հայաստանում կան շրջանակներ, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին։ Պետք է հիշեցնել, որ ի տարբերություն համաշխարհային ճանաչում ստացած եւ աշխարհում հայտնի գիտական շրջանակներում նույնիսկ ապացուցման կարիք չունեցող ադրբեջանահայերի տեղահանության եւ ցեղասպանության չկա այս բնության մեջ գետ մեկ փաստ, որ Հայաստանի Հանրապետությունից որևէ ադրբեջանցի բռնությամբ տեղահանվել է, չկա այդպիսի փաստ։ Նույնիսկ ադրբեջանցիները այսօր արդեն դժվարությամբ են 7 օրվա մեջ 120,000 մարդու հանե գցել են փողոցը։ Նրանց հետ վերադարձի հարց չեն քննարկում, ասում են, որ դա քննարկեն խաղաղության մեր օրակարգը կվերանա։ Բայց նա կենթանի մարդիկ է, որ ընդամենը 1.5 տարի առաջ իրանց տանն էին։ Իրանց ամբողջ ունեցվածքը, այս կահավոր աստաները խալիներով, գույքով, ամեն ինչով թողել են, եկել են։ Այդ մարդկանց խնդրով զբաղվող չկա։ Գնացել են ես իմ
ադրբեջանցի են ման գալի գտեն, որ ասեն այդ ադրբեջանցին Հայաստանում ապրած ադրբեջանցի ցեղասորտ է։ Գտել են, գիտես, չէ՞, 1.5 միլիոն գտել են արդեն։ Դրանց հիմա Ալեն Սիմոնյանը դրանց Հայաստան գալու հարցով զբաղվում է, բայց Արցախահայության վերադարձի հարց, ասում այդ հարցը քննարկել է անվտանգության սպառնալիքով։ Դու հասկանում ես այդ ինչա։ Այդ նշանակում է, որ ախպեջան այս մարդը թուրքի շահ սպասարկողը, ինչ Հայաստանի ազգային ժողովի նախագահ։ Գաֆարովա էլ էսե Գաֆիևա եսնամ ինչա։ Այսպես մի բան է, ասում են այդենք առևտուր անենք։ Աղդամի շուկայից էլի։ Ով գիտի իրանից են առե։ Ընդ երեխա էլ կծախեին։ Աղդամի շուկայում ասում են ինչ ասես էլելա։ Երեխա էլ ծախած կլեն։ Հիմա ինչ իմանաս, դրան ընդից առել են, չեն առել։ Կարող է նաև գնաց է առել են, բերել են։ Ես շատ իմանամ։ Պիտի պարզվի։ Իսկ թվում է արժի դրանով մեզ զբաղվել, տենալ սա ուղղակի ընտանեկան երջանկության արդյունք է, թե պատահականության։ Չէ, առել են։ Կարալ ինչ կա որ։ Տիրանայում Փաշինյանի ու Բան չի ասում Աղդամի հայրենիքն է օրինակ։ Էլ չի ասում, էլ վաղուց չի ասում, ներողություն ասել նույնիսկ այդ սխալի համար։ Փաշինյանի ու Ալիևի ոտքի վրա, ապա եւ նստած, մեկի դեպքում նստած, մյուսի դեպքում կզած շփման մի կարևոր մանրամասն էլ կա, որ կարող է առաջիկայում նյութականանալ։ Փաշինյանը վստահաբար գիտե եւ իրեն զեկուցում են, որ իր վարկանիշը աղետալիորեն նվազել է։ Միաժամանակ նա հրաշալի գիտե, որ տրամաբանության ու խելամտության սահմաններում Ալիևը իրեն պիտի փորձի օգնել վերարտադրվելու 26 թվականի ընտրություններում, եթե մինչ այդ որևէ արտառոցման տեղի չունենա, ասենք օրինակ արտահերթ ընտրություն, իմպիչմենտ եւ այլն։ Հիմա ինչ էլ լինի, իր իշխանությանը ուղված ինչ սպառնալիք էլ առաջանա, Ալիևը պիտի իրեն ձեռք մեկնի։ Իդեպ դա մշտապես արել է նաև Էրդողանը եւ 2021-ի հունվար-փետրվարին զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո եւ 2024 թվականի մայիսին սրբազան շարժման պիկային օրերին, երբ Թուրքիայից առաջարկում են հատուկ զորաճոկատ ուղարկել եւ ապահովել Փաշինյանի, անձամբ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։ Հիմա ըստ ամենայնի Փաշինյանը նաև որոշակիորեն փորձում է իր կարգավիճակի շուրջ սակարկության կամ աճուրդի գնալ Ալիևի հետ։ Նրան առաջարկելով իր իշխանության երկարաձգում, ասելով, որ պիտի փորձի Ալիևը ամեն կերպ նպաստել Փաշինյանի վերարտադրությանը եւ դրա դիմաց որևէ բան ուզելով, բայց ոչ երբեք պետության համար, այլ իր համար։ Իր եւ իր ընտանիքի անդամների, իր մերձավոր շրջապատի անվտանգության համար։ Աշխարհում բացի Թուրքիայից եւ մեկ էլ Ադրբեջանից, բայց նախ եւ առաջ Թուրքիայից, ես չգիտեմ որևէ այլ երրորդ երկիր, որը պատրաստ է այս վարչախմբին անվտանգության եւ ապաստանի երաշխիք տալու։ Նույնիսկ վստահ չեմ, որ Կանադան է այդ պետությունը, որի մասին այդքան շատ խոսվում է։ Հատկապես հիմա այն խեղճ Ջաստին Տրյուդոն էլ այդ նասկիները հակավ չօգնեց։ Տեսար պաշտոնանք եղավ։ Պակիստանն չի։ Տրյուդոն։ Պակիստանը չի։ Պակիստանը նախ պիտի ճանաչի մեր պետությունը, որը նույնիսկ Թուրքիան է ճանաչել, իսկ Պակիստանը դեռ ոչ։ Չէ, Թուրքիան է։ Էնպես որ այո, Թուրքիան շարունակում է մնալ ամենա հուսալի վայրը Փաշինյանի պաշտոնակությունից հետո այնտեղ հաստատվելու համար, բայց Փաշինյանը մտադիր չէ պաշտոնանկ լինել, նույնիսկ իր ռեյտինգի սարսափելի աղետալի ցուցանիշների բարակայում։ Հետևաբար ինքը պետք է աղերսի Ալիևին մեկ բան, եւ ես գնում եմ այն կանխավարկածով, որ ինքը հենց դա էլ աղերսել է Էդգար։ Ըստ ամենայնի պիտի ասի հետևյալը. եթե նույնիսկ չես ստորագրում այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այդ կապիտուլյացիոն թուղթը, ապա խնդրում եմ, ողորմա ինձ գետ ինչ որ մի բարատ, սկզբունքների մասին շրջանակային համաձայնագիր, ինչ որ մի բան, որը հնարավոր կլինի ստորագրել, պետքա կգամ Բաքու։ Կգամ այդտեղ իրար հետ կկնքենք երկուսով, սա կծախեմ իմ ժողովրդի վրա, ցույց կտամ, որ այլևս խաղաղության դարաշրջան է, մեկ էլ խնդրում եմ, այս փուլում սահմանների վրա շատ մի կրակի։ Մի հատ էս 26-ն էլ հորով մորով անենք, 21-ը տեսար ոնց արեցինք։ Խոստացել էի Հադրութի եւ Շուշիի ապազավթում։ Այախբեր բանտիկը վրեն տվեցի չէ Արցախը։ Հիմա ուզում ես Հայաստանը տամ։ Մի քանի ամիս ոտդ կախկցի ընդամենը։ Ինձ պետքա մի ռեյսել խափեմ ես մեր բազմաչարչար ժողովրդին։ Միակ բանակցությունը, որ հայ-ադրբեջանական բանակցության անվտանգ որ կարագույցություն ունենա, դա այն է, ինչ որ դու ներկայացրեցիր ոնց որ կկարդայիր այդ բանակցությունների սղագրությունը։ Ցավոք սրտի դա տենց է, բայց կարծում եմ, որ մեր ժողովուրդը կարողանա խափանել այդ դավադիր նպատակաները։ Ժողովուրդը եւ մեր ընդդիմադիր падգամավորները անելու են, ուզեն թե չուզեն անելու են եւ այո, ես եմ վստահ,
որ այդ գործընթացի ձևը իրավական ձևն էլ հենց անվստահության գործընթացն է կամ impeachment-ը եւ դրանով խափանվելու է իրենց այդ չարագուշակ ծրագրերը եւ մեր պետականությունը վերականգնվելու է։ Իսկ դրա համար պետք է որպեսզի մեր քաղաքացիները մինչեւ այդ բաղձալի օրը եւ դրանից հետո լինեն անվտանգ, իսկ քանի որ պետությունը առայժմ նրանց անվտանգություն չի կարողանում ապահովել, պետք է ապավինեն անվտանգային լավագույն ծառայություններ առաջարկող մասնավոր պահնորդական Pantera Security ընկերությանը, որի ծառայությունների լայն ասպեկտը ներառյալ տարածքների անվտանգություն, մարդկանց անվտանգություն, առևտրային տարածքների անվտանգություն, ուղեբեռների անվտանգություն, փոստային անվտանգություն, ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ստացիոնար ձևով կարող են ապահովել միայն փորձառու, հմուտ, ուժեղ մասնագետները, որոնք մեկտեղված են այդ հրաշալի ընկերությունում։ Զանգահարեք 53 78 50 010-ով հեռախոսահամարով, օգտվեք հնարավորինս մեծ սպեկտրով ծառայություններից, որովհետև երկու ճակատ պրոմոկոդը տալիս է նաև 10% զեղչի հնարավորություն։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, որքան էլ ծանր էր, փորձեցինք ամփոփել մայիս 28-յան տոնակատարությունները եւ նաեւ շաբաթական լրահոսը։ Էդգար Ղազարյանը եւ Դավիթ Սարգսյանը նույնը ձեզ համար կանեն նաեւ մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։